Օրերս ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին տեղեկություններ, թե Բաքվի դատարանում պահվող հայ գերիներին միջնորդել են որպես վկա հրավիրել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ռուս խաղաղապահների գեներալներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Ավելի ուշ այդ հրապարակումները հայտնվեցին նաև հայկական լրատվամիջոցներում։ Բաքվում ընթացող այսպես կոչված դատավարություններին ներկա են միայն ադրբեջանական պետական և իշխանամերձ ԶԼՄ-ները։ Հետևաբար դատապարտվող հայերին վերագրվող հայտարարությունները հնարավոր չէ ստուգել անկախ աղբյուրներից։ Արցախի հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ով նույնպես պահվում է Բաքվի բանտում, օրերս հեռախոսազրույց է ունեցել որդու Տիգրան Բաբայանի հետ։ Վերջինս պատմել է, որ ադրբեջանական մամուլում ներկայացված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Բոլորի համար հասկանալի է, որ այդ դատավարությունները կեղծ և շինծու են։ Մի քանի անգամ եղել է, որ դատավարությունից միայն որոշ դրվագներ են հրապարակվել, կոնտեքստից կտրված։ Նույնն է նաև այս դեպքում, իբրև թե հայրս միջնորդել է կանչել Փաշինյանին, Միրզոյանին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Իրականում դատավարության ընթացքում խոսվել է Արարատ Միրզոյանի և Մինսկի խմբի հայտարարությունների մասին, և դրանց հիման վրա ցանկացել է նոր մեղադրանք առաջադրել։ Հայրս ասել է, եթե ուզում եք դրանք կցել գործին, ավելի լավ է տեսակապով խոսեք այդ մարդկանց հետ ու նրանց հարցրեք։ Ադրբեջանցիներն այնուհետև դա լրիվ այլ ձևով ներկայացրել են, պատմել է Տիգրան Բաբայանը 168 AM-ի հետ զրույցում։ Ադրբեջանի պետական Ազատ Թաչ գործակալությունն էլ գրել է, թե Դավիթ Բաբայանը միջնորդել է վկա կանչել Հայաստանի ԱԳ-նախարարին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Դավիթ Բաբայանի առողջական վիճակի մասին ընտանիքը գրեթե տեղեկություն չունի։ Նրա ասելով ինքն իրեն նորմալ է զգում, բայց Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո կոնկրետ տվյալներ չունենք, նշել է Տիգրան Բաբայանը։ Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիները արդեն 3 ամիս է գտնվում են լիակատար մեկուսացման պայմաններում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն վերջին անգամ նրանց տեսակցել էր հունիսին, իսկ օգոստոսին Բաքվի պահանջով կազմակերպությունը դադարեցրեց իր գործունեությունը Ադրբեջանում։